Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, ինչ եմ պատրաստելու։ Պատրաստում ենք կետչուպ։ Ինչ ամես հարկավոր։ Տեսնեք, այստեղ, տեսակ։ Կծու ծիծակ, կանաչ կլինի, կարմիր կլինի, այնքան որ, եթե սիրում եք կծու իհարկե, չնայած կետչուպի իմաստը հենց մի քիչ կծու լինելն է։ Կարմիր բիբար, սող, սխտոր, մեխակ, դափնո տերև։ Այդքանը միասին եփում եք ու ինչ ենք անում, մաղով այսպես անց ենք կացնում։ Կթողեք լավ եփի ու կթողեք լավ սառչի, որովհետև թվում է թե արդեն սառն այսական եմ, բայց քանի որ մեջն էլ կծու կա ժողովուրդ, ձեռքդ մոտ չի տալիս, դուրդ չի գալիս, շատ վառող է լինում ու չես կարողանում այս գործողությունը անես։ Շատ համով բաղադրատոմս է ու շատ լավ է ստացվում։ Այս ավեշնական տեսքը, որ սարքեմ ու ցույց տամ կտենաք։ Հավեսի ինգյա շատ ածեցիք համիջի մեջ, մի քիչ դժվար անց կկացնեմ, բայց դե ոչինչ է տա էտա։ Առանձնանում է մնում այսպես բիբարի այսպիսի կլեպը։ Բայց պատկերացնում եք, չէ՞ ինչ համով է։ Այն խանութից գնացները չգիտես ինչից են սարքում, այն ինչը համիած էս մատաղ։ Պատրաստեք, շատ հեշտ բաղադրատոմս եմ ասելու, դուք էլ եք հավեսի ընկնելու ու դեռ կարմիր բիբար խանութներում հարմար գնի ճարվում է, այնպես որ հաստատ դուք էլ կարող եք ձեռք բերել ու պատրաստել։ Կռնահան լա ճիշտն ասած, ես որ շատ էլի այսպես տրորեմ ու սեղմեմ, էլի կանցնի, բայց մեզ պետք չի, մեզ պետք է այն լավ մասը, որը որ պիտի կետչուպ դառնա, այսինքն առանց կլեպ, առանց խոշոր մասերի։ Իմիջիայլոց կարող եք հետո այս զանգվածը, եթե իմ նման ձեռքով եք անելու, այս զանգվածը բլենդեր անեք ու որպես տոմատ օգտագործեք։ Թասս դեռ չեմ բրծել, մի բաժին էլ կա, բայց ինչպես ասեցի կռնահան լա, տեսեք, հարևում չի, ուզի ենթանձրությունը երևա, լավ հեսա, երևում չի, ցույց տուրևա էլի, երևում է չի արդեն, կողքից ջրիկ մասն է, այս մեջ տեղն էլ թանձր մասը, վերջապես, բրծա, վերջապես իսկականից, բայց դե իհարկե ձեզ չեմ խափի, այս ասեմ էլ ինչ արի էլի, վայե, բայց կուրս պուկ եկավ, ինձ օգնության հասավ, այսա, արդեն տեսա, որ թևս էլ չի աշխատում, ժողովուրդ կարող եք բլենդերով անել, բայց ոչ մինչև վերջ, որ ամբողջությամբ տեսեք, այսքան զանգվածը ավելացել է, սա բավականին է ու եթե ամբողջությամբ հարեք սա էլ կանցնի ու մեր կետչուպը էլ այն նոսրությունը չի ունենա, որը որ պիտի ունենա։ Այնպես որ եթե նույնիսկ բլենդերով անեք, կամ իմ նման կեսն էսպես անեք կեսը բլենդերով, անպայման ուշադրություն դարձրեք, որ մսային զանգված, կլեպի զանգվածը այսպես մնա ամբողջությամբ բլենդեր չանեք ու լցնեք պահածոյացվող կետչուպի զանգվածի վրա։ Ես սրանք տեղավորեմ, արդեն ձեռնոցներս հանեմ, մի լավ լվացվեմ ու արդեն անցնենք պատրաստմանը։ Գնացինք։ Սա այսպես։ Անցանք պատրաստելուն։ Միջև հիմի մթամետ չանենք էլի։ Օպա։ Բա, կացա իս մեջ տեղավորվիլ չդի։ Թողնում ենք սա սկսի եփել։ Մեզ շատ պետք չի լինի այն եռացնել, ասենք կես ժամ, մի ժամ չէ, այդպես չի։ Հենց սկսի եփել, կսկսենք ավելացնել համեմունքները։ Սիրելի հետևորդներ, երեգել ենք, պահածոյի գործի եղել, անտառի տանձ, քոլի տանձ, պանդայի կամպոտ,
Իմիջայլոց եթե հոլովակը չեք նայել, թե ինչպես են այն հավաքում ու ինչպես են տուն բերում վատ եղանակին, զեղ մեկ էկրանի վերևի անկյունում ու կտեսնեք նաև կոլիտան ցվակիլի հոլովակը ու արդեն սկսեց մեր զանգվածը եփվել, երկուսն էլ որ իրար հետ եփվի, շատ ավելի լավ կլինի։ Պնդությունը մի քիչ հետո մոտիկից ցույց կտամ, որպեսզի ձեզ էլ հասկանալի լինի, ինչ պնդության պետքա լինի։ Իհարկե, այդ զանգվածը սկզբից որ պիտի եփենք, ժողովուրդ, այն եփում ենք մի կես լիտր, մի լիտր ջրով, կախված նրանից, թե ձեր լոլիկը որքան է ջրային, այսինքն եթե պատրաստում եք փափուկ լոլիկներով են, որ ջուրը այսպես գնում է, շատ թացա, նրան կարող եք ավելացնել կես լիտր, բայց ես ավելացրել եմ մի լիտր, որովհետև լավ ձիգ պինդ լոլիկներ էր, բիբարն էլ, որ ասեմ այդպես շատ ընդիրեր չէ, բայց վատն էլ չէր, փչացած ընդհանրապես արանքում չկար, բաղադրատոմսը չափերով կգրեմ հոլովակի ներքևում, բայց պատրաստում ենք 8-10 կիլո բիբարով, ես առանց մաքրելեի նկատի ունեմ, մաքրած չգիտեմ ինչքան է դուրս եկել, չեմ կշռել, առել եմ 8 թե 10 կիլո 2 տոպրակով ու պատրաստել եմ դրանից, ավելացնում ենք այդքան բիբար, ավելացնում ենք 2-ից 3 կիլոգրամ լոլիկ, էլի եմ ասում կախված իր փափկությունից, այդ զանգվածին ավելացնում ենք 2 գլուխ սոխ, սոխն ու գլուխը խառնեց, դարձավ գլուխ սոխ, խառնում ենք 2 գլուխ սխտոր, գլուխ ոչ թե ատամիկ, այսինքն գոնե մի 10-15 հատ ատամիկ, ավելացնում ենք մի 10-15 դափնու տերև ու մի լավ պտղունց, ինչ էր, մեխակ, են սև պղպեղի նման երկար մի քիչ, ավելացնում ենք նաև նրանից, իսկ հիմա սկսենք ավելացնել մեր այն խառնուրդները, որը որ արդեն մեր կետչուպին համ ու հոտ են տալիս, ինչա մեզ պետք է շաքարավազ, քացախ, աղ, առայժմ այդքանը, բերեմ հերթով համ լցնենք, համ էլ խոսենք, սկսում ենք համեմել, մեզ ինչա պետք, արդեն ասեցի աղ, շաքարավազ, կարմիր պղպեղ ըստ ցանկության, եթե գծույա ստացվել այդ զանգվածը էլ պետք չի ավելացնել, բայց ես մի քիչ կավելացնեմ, որովհետև ոնց հասկացա, այդքան էլ թունդ գծու չի, պարտադիր չաման ու պարտադիր քացախ ու պարտադիր ձեր իսկ պատրաստմամբ։ 5 քացախ պատրաստելու հոլովակը կարող եք գտնել իմ էջում և էջում վիդեոների բաժնումման գալով և էկրանի վերևում հենց սեղմեք բերում է հոլովակը, այս հոլովակից հետո կարող եք նայել, իմ պատրաստածից այսքանը մնացել է, հինը կարող եք նայել մինչև նոր հոլովակը կլինի ավելի հեշտ, ավելի հարմար տարբերակով ու ավելի հետաքրքիր բաղադրատոմսերով։ Քանի որ արդեն եփվում են մեր այս զանգվածները, բացեմ կափարիչները, դնեմ մի կողմ, որ մեզ չխանգարեն։ Ինձ թվում է հավասարաչափ եմ այն բաժանել, երևի թե։ Լավ, մի բաժակ ես կողմ, մի բաժակ են կողմ, չի խանգարում հաստատ։ Հիմա ավելացնում ենք շաքարավազը։ Մեզ պետքա 4 ճաշի գտալ շաքարավազ, ես յուրաքանչյուր կաթսային ավելացնում եմ 2-ը։ Ժողովուրդ, որ հենց սկզբից եփում եք այս զանգվածը, բիբար լոլիկ այդ խառնուրդը, բանջարեղենները ու ջուր եք ավելացնում, եփում, դե բնականաբար ջուրը բավականին շատանում է, իրենից էլ է դուրս գալի, կափարիչ փակեք եփում, որ գոլորշում է, չէ՞ եփվի, ընթացքում խառնում եք ու չթողեք բլթաու վերցնեք, կթողեք մի լավ եփվի, որպեսզի հետո մաղով անցկացնելը ձեզ համար շատ ավելի հեշտ լինի, կամ բլենդերով անցկացնելու ժամանակ ավելի արագ ստացվի, այդ տակի, որ
բիբարի լոլիկի զանգվածը հանեք, որ պատրաստեք, էնտակի ջուրը չթափեք, էնտակի ջուրը պարտադիր օգտագործում ենք այս պահածոն պատրաստելու, եփելու ժամանակ։ Խառնում եք այդ մաղով կամ բլենդերով անցկացրած զանգվածին ու դնում եք կրակին, եփելու բաժին, թե չէ այնպես շատ թանձր կլինի ու եփելու ընթացքում արդեն հարմար չի լինի։ Ավելացնում ենք չաման։ Չամանը ըստ ճաշակի, եթե սիրում եք, բայց եթե սիրում եք, կարող եք տեղը տեղին ավելացնել, մի թեյի գտալ յուրաքանչյուր զանգվածին։ Քանի որ մենք սիրում ենք, ես մի քիչ ավել եմ ավելացնում։ Միջին չափի գտալով։ Էլի եմ ասում, կարող եք չավելացնել, եթե չեք սիրում։ Խառնում եմ մի հատ, որ համերն անցնեն իրարով։ Չամանից հետո անցնում ենք կարմիր բխբեղին։ Մի թեյի գտալ էլի, ես ամբողջը ճաշի գտալով լցրեցի, բայց գտալի ծայրով։ Մի հատ էլ կարմիր բիբարն ենք խառնում։ Ավելացնում եմ քացախը։ Ընդհանուր պիտի ավելացնեմ 2 սուրճի բաժակ, հիմա ավելացնում եմ այսպես առանձին, սա մեկ, բահոտ որ մենակ տնական սարքածը ընդիրը։ Մի հատ էլ էսպես եմ խառնում։ Սրանք հավաքեմ ու անցնենք աղով համեմելուն։ Աղի չափը չեմ գրի ըստ նախասիրության, բայց այսպես գլուխ մի լավ ճաշի գտալ ավելացրի։ Ինձ թվում է մի քիչ սա քիչ կլինի, բայց ամեն դեպքում ավելի լավա քիչ լինի, հետո ավելացնեմ, քան թե միանգամից տեսնեմ, որ աղի եմ պատրաստել։ Ախոր ժաբեր հոտ ունի, ախոր ժաբեր։ Այս մեկի աղը քիչ է։ Հա, հետն էլ կծու։ Անցնենք հաջորդին։ Ինձ թվում է հավասարաչափ են։ Կծույա։ Յուրաքանչյուրին թեթև այսպես նորից ավելացնեմ։ Սրանց թողնեմ այսպես եփվեն, ես էլ գնացի վազելով նկուղ բանկա բերելու։ Սիրելի հետևորդներ, ամբողջ ընթացքում այս մասին չեմ խոսել, հիմա հաստատ ասում եք, ինչքան պիտի եփես, որ դա թանձրանա, կետչուպի նման համասեր զանգված ստանա, այդ խտության, դոնդողանման։ Ասեմ, ավելացնում ենք կրախմալ։ Իմ մոտ եգիպտացորենի է, կապ չունի ինչի է, որ կարտոֆիլի լինի շատ ավելի լավ, բայց ընդհանրապես տարբերություն չի տալիս կետչուպի մեջ։ Իհարկե շատ լավ կլինի, որ կրախմալը չավելացնենք, ինքն իրանով այնքան եփենք, կիսով չափ չէ, որ կրկնակի չէ, որ եռակի քառակի պիտի քչանա, որ դառնա այդ կետչուպանման զանգվածը, բայց քանի որ ուզում ենք եւ չափը պահել, եւ համու հոտը, եւ այդ պետականին նման մասերը, պատրաստում ենք կրախմալով։ 1. Բացելու ենք ջրով։ 2. 3. 4. 5 գտալ ամես պետք։ Հենց այդքան էր, որ կար։ Եթե մասան մի քիչ պինդ է, կարող եք նաև 4 գտալով բավարարվել։ Մի բաժակ ջրով արդեն, պնդացավ, մի բաժակ ջրով մի հատ լուծեմ, գնդիկներ չլինեն, ստացվեց, իհարկե ովքեր կրախմալ են օգտագործում, գիտեն, կաթնանման զանգված։
ավելացնում ենք եւս մի բաժակ ջուր, որպեսզի այն նոսրացնենք, լավ խառնում ենք ու արդեն լցնում ենք եփվող զանգվածի վրա։ Աղի համը տեսել եմ շատ լավն էր, մի խոսքով ամեն ինչ տեղը տեղին է, բույրի մասին, գույնի մասին էլ ընդհանրապես խոսք չկա։ Սիրելի հետևորդներ, քանի որ երկու կացայի մեջ ասիլդեքով գլուխ տարար, ինչ սկսել ես էդ ես ասում, հավասարաչափ եմ ուզում բաժանեմ, երկու բաժակ եմ չէ ավելացրել, ըստ ինձ երկուսն էլ նույն չափն է, եկեք մոտիկից տեսեք պնդությունը, տեսեք, բավականին պինդ է, բայց որ ասեմ կետչուպի նման է, կետչուպի նման չի, հիմա ավելացնում ենք կրախմալը մի անգամից ու խառնում ենք, վարկյանական պնդանում է, էսա երկու անգամ երտա, բլթա ու արդեն կզգաք տարբերությունը, մյուս մասն էլ ավելացնեմ այս մի զանգվածին, Սիրելի հետևորդներ, որպեսզի հասկանանք մեր կետչուպը արդեն բավականին բնդացել է թե չէ, կրախմալը լցնելուց հետո եռացնում ենք մի 5-10 րոպե, եթե ամեն ինչ չափավոր է եղել, չափերով նորմալ է եղել, հաստատ 5-10 րոպեն բավական է լինելու, բայց էդ էլ ասեմ, տաք վիճակում այն չեք հասկանալու, որ արդեն պատրաստ է ու ձեր ուզած պնդությունն է, մի փոքր պիտի սառչի, նոր երևալու է, նախ այսպես ցույց տամ, թվում է թե ջրիկ է, չէ, հեսա հովանա վռազ, դոնդողանման, խալադեցի նման ինքը այսպես պնդանալու է ու լք-լքա, Մուրաբան ոնց ենք ստուգում, այդ ձև ստուգում ենք, մի քիչ է սառչի նոր, հիշում եք չէ, այն վաղտ մուրաբան ոնց էին ստուգում մայրիկները, ափսեի մեջ են լցնում, թողնում մի քիչ սառչի, այսպես մատով գիծ են քաշում, եթե այդ գիծը երևում է ու շափակվում, այսինքն շաքարավազը տեղն է, եփը տեղն է ու արդեն պատրաստ է պահածոյացման։ Հիմա ես այդ նույնը ձեզ ցույց տամ կետչուպի վրա։ Այսպես։ Սա դեռ տաք է, բայց ավելի է պնդանում գնալով, այսինքն բավական է, որպեսզի շատ չպնդանա ու հետո օգտագործելուց մեկ էլ պինդ լինի, ավելի լավ է, հիմա լցնենք տարաները ու պահածոյացնենք։ Տեսեք, գիծն արդեն պահպանվում է։ Պատրաստ է մեր կետչուպը, վերջապես մեր աշխատանքը տեղ հասավ։ Ամեն լցնելուց մի հատ խառնում եք նոր, որովհետև ինչքան էլ կրախմալա ու համասեռա, տակի մասը բնականաբար ինչ է անում, պնդանում է։ Ու մի քիչ ուշացնում եմ, զրույցով եմ ընկնում ձեր հետ, ուզում է թե տակը կպչի, որովհետև արդեն բավականաչափ պինդ է։ Ժողովուրդ, թե զագատի արտիկուլը քանի հոգու եմ տվել, էլ ասելու չի, զագատի գործ եմ անում, այդ վրիմն էլ այդքան ծախվիլ չէր։ Դե շատ լավ բան է, ճիշտն ասած, շատ լավ բան է, թե ինչքան բան կայեի կոտրում են հին զագատներով զագատելիս, էլ ասելու չի։ Չես հասկանում փակել է, չի փակել, պտտում ես, ասում ես մի հատ էլ ու տնում ես չրտ բանկեն կոտրեց, աշխատանքը ջուրն ընկավ, ամեն պահածո պատրաստելու հոլովակում ասել եմ, ես մուրազ, ինչքան էլ գրել եմ հոլովակի հենց վրա մեկնաբանություններում գրել են Գոհար ջան, արտիկուլը կտաս, արտիկուլը կասես, ընդիր, սա երկուս, բայց սհտն եմ ստի որ, կերի մեբելս։
Սա պնդանալու է դեռ, որ հիշեմ մյուս հոլովակներում կապ չունի, որ կետչուպի չլինի, անպայման տարայի մեջ ցույց կտամ կտեսնեք, որ սառչումը այսպես թեքեմ, ինքը ամբողջական միզանգված է պտտվելու մեջը, ոչ թե այսպես խառը։ Ուֆ, ընդեղ էլ տեսեք, բացի տանձի կոմպոտը ունենք նաև հոնի մուրաբա, այդ մեկն առանց ձեզ եմ պատրաստել, որովհետև դե ես իմ ինչ չեր էլի, հոնը ես չեմ քաղել, որ նկարեի, նվեր ենք ստացել բարեկամից, ում այգուն որ լինում է, իսկ մուրաբան շաքարավազն ավելացնում ենք, մի բաժակ կիլոյին ջուր ավելացնում ու եփում այնքան, մինչև հասկանանք, որ եփվել է։ Դե, ես լցնեմ, պրծնեմ ու կրկին միանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ, ահա եւ վերջ։ Իմ մոտ ստացվեց 2, 4, 6, 8, 10, 11, փաստորեն 13 հատ կես լիտրանոց կստացվեր։ Այս մի լիտրանոց տարյան լցրել եմ, որ օգտագործենք, փակածը չբացեմ ու հենց հիմա ձեզ հետ համտեսում եմ։ Ուզում եմ ասեմ, որ բոլորիս պատրաստածը խաղաղ, ուրախ, լավ պայմաններում օգտագործվի։ Պնդությունը արդեն համարյա թե այն պնդությունն է ստացել, որ ես այսքան ժամանակ ասում էի, բայց դեռ ամբողջությամբ սառը չի, հենց նոր բրծա, զոռով կաստորկեքս։ Լվացա ու անցնենք իհարկե համտեսին։ Բարի ախորժակ։ Ասեմ ինչքան է համով, շատ, ընտիր, ամեն ինչը տեղը տեղին, համեմունքները, աղը, կծվությունը, ահա որ չի վառում, բայց շատ լավ ախորժակ է բացում, գնաց։ Ովքեր նոր են միացել ալիքիս և հավանում են հոլովակներս, խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք և գրեք մեկնաբանություններ, գնալով մենք շատ անում ենք։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։